Հարսնաձորի լեգենդը սերիալում իսկական իրարանցում է և իրադարձությունները հասել են մի կետի, որտեղ այլևս ոչ ոք ապահով չէ, ամեն քայլ, ամեն խոսք կարող է ճակատագրական լինել։ Հայկը կտրուկ փակել է Նարեի թեման իր կյանքում, նրա համար Նարեի անունը դարձել է ցավի ու հիասթափության խորհրդանիշ։ Նա չի կարող ներել, որ Նարեն չհեռացավ իր հետ, չընտրեց իրեն, այլ մնաց ու կանգնեց հոր դիմաց, ասելով այն ճշմարտությունները, որոնք տարիներ շարունակ բոլորը լռությամբ կուլ էին տվել։ Նարեի այդ քայլը հիացրեց հեռուստադիտողներին, բայց հենց այդ պահից էլ նա դարձավ վտանգավոր Սաքոյի համար։ Նարեն առաջին անգամ բարձրաձայն ասաց այն, ինչ Սաքոն ամենաշատն էր վախենում լսել, որ նա մարդասպան է, որ Աշոտին սպանել է ու անգերեզման թողել, որ քրոջը Լալային դուրս է շպրտել տնից ու կործանել նրա կյանքը, որ Մարգար պապը եկել էր ծնկաչոք ներողություն խնդրելու, բայց պետք է ինքը Մարգար պապից ծնկաչոք ներողություն խնդրեր, քանի որ նա է սպանել Մարգարի որդուն ու երեխաներին թողել առանց հայր։ Բայց ամենասարսափելին այն է, որ նա այս ամենից դաս չքաղեց։ Ինչպես նրա կինը Անիկը սառն ու դաժան տոնով Նարեին ասաց, որ Սաքոյի մեջ արթնացել է գազանը, և երբ Սաքոյի մեջ արթնանում է գազանը, դա միշտ նշանակում է միայն մեկ բան՝ նա արդեն ինչ-որ սարսափելի բան է պլանավորում։ Սաքոյի ու Արմոյի զրույցը սերիալի ամենասարսուռ պահերից մեկն էր։ Սաքոն բաց տեքստով ասում է, որ Աբոյի ամենաթույլ տեղն իր ձեռքում է, այդ խոսքերը օդում չեն մնում։ Նա հենց այնպես չէր ընդունել Սոնային, Աբոյի դստերն իր հարկի տակ։ Սաքոյի յուրաքանչյուր քայլ հաշվարկված է, յուրաքանչյուր ժպիտի տակ թաքնված է սպառնալիք։ Սոնան նրա համար ոչ թե հարս է, այլ կենդանի խաղաքարդ։ Աբոն դա շատ լավ է հասկանում, նա գիտի, որ եթե Լալան վերջապես խոսի ու Հայկն իմանա ամբողջ ճշմարտությունը, Սաքոն կհարվածի ուղիղ իրեն, նա կհարվածի ամենացավոտ տեղին՝ Սոնային, և հենց այս վախն է, որ ստիպում է Աբոյին լռել, տատանվել, նույնիսկ գնալ գործարքների, որոնք հակասում են իր խղճին։ Իսկ մինչ այդ Հայկն ու Լալան հանդիպում են։ Հեռուստադիտողների մեծ մասը սպասում էր այս հանդիպմանը որպես ճշմարտության պահի։ Բոլորը մտածում էին՝ ահա Լալան կասի, որ Աշոտին սպանել է Սաքոն ու ամեն ինչ վերջապես իր տեղը կընկնի, բայց իրավիճակն այդքան էլ պարզ չէ։ Լալան այս հանդիպմանը գալիս է Աբոյի հետ հանդիպումից հետո, և դա ամեն ինչ փոխում է։ Դա նշանակում է, որ Լալան ամենայն հավանականությամբ չի ասելու այն, ինչ գիտի։ Նա հաստատելու է այն վարկածը, որը ձեռնտու է Սաքոյին, որ Աշոտին սպանել է Քաջիկը, ոչ թե Սաքոն։ Ճշմարտությունը կրկին թաղվելու է, այս անգամ ողջ մարդկանց ճակատագրերի հետ։ Հայկի համար սա կլինի հերթական հարվածը, նա ավելի կխճճվի կասկածների մեջ, ավելի կհեռանա Նարեից, չիմանալով, որ Նարեն հենց իր համար էր պատրաստ զոհաբերել ամեն ինչ՝ սերը, երջանկությունը, նույնիսկ սեփական կյանքը։ Հարսնաձորի լեգենդը հիմա այն փուլում է, որտեղ ոչ ոք չի ասում ամբողջ ճշմարտությունը, բոլորն ինչ-որ մեկին են պաշտպանում կամ ինչ-որ բանից վախենում, իսկ երբ ճշմարտությունը երկար է պահվում շղթայված, նրա ազատարձակումը միշտ լինում է կործանարար առջևում, ամենասև, ամենալարված ու ամենացավոտ սերիաներն են, այնպես որ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել՝ ինչ եք կարծում, արդյոք Լալան Հայկին կպատմի ողջ ճշմարտությունը, թե կորոշի լռել, քանի որ հասկանում է, որ այստեղ վտանգը Սոնայի ուղղությամբ է գնում։ Հատկապես, որ Սոնան լսում է Վռամի խոսքերը, որ հայրն ինչ էլ արած լինի, նա հոր կողքին է, բայց Վռամը հոր կողքին լինել չի կարող, եթե հասկանա, որ նա ոչ միայն վնասել է Աշոտին, Հայկի ընտանիքին, այլ նաև պատրաստ է վնասել Սոնային՝ Աբոյին ցավեցնելու համար։ Հետաքրքիր սերիաներ են դեռ առջևում, այնպես որ բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակն ու ստացեք տեղեկատվությունը տեսանյութերի մասին։ Շատ շուտով հետաքրքիր ու նոր տեսանյութեր ու նոր գաղտնիքների բացահայտումներ են սպասվում ձեզ։ Բայց Արմոն ունի իր վերջին ամենակարևոր խաղաքարտը՝ Քաջիկի նամակում Քաջիկն իր վրա էր վերցրել ողջ մեղքը, բայց
Արմոն ունի ձայնագրություն, որով կարող է ուղղակի ոչնչացնել Սաքոյին, բայց նա այդ ձայնագրությունը պահում է Նարեին իր բուռը պահելու համար։ Շատ շուտով հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենալու, որից հետո Նարեն ստիպված է լինելու Արմոյին խնդրել, որպեսզի ամուսնանա իր հետ, իսկ թե ինչի մասին է խոսքը, կիմանաք շատ շուտով։ Նոր գաղտնիքներով լի տեսանյութերը կհայտնվեն ձեր էկրաններին, եթե միանաք մեր ալիքին։ Բաց մի թողեք ձեր հնարավորությունը։ Գրեք նաև, թե «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ավելի շատ հավանում ու որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ձեզ մաղթում ենք բարի դիտում ու սպասում ձեր կարծիքներին, յուրաքանչյուր կարծիք կարևոր է։